Եվ Աստվածաշունչի մեջ շատ պատմություններ կան, եւ մենք դիտան թե ինչպես իսրայելացիները եւ ուրիշ ազգեր նույնիսկ հաղթեցին առանց զենքի։ Եվ դասեն այդ օրերը կացած են, այս օրերու մեջ հրաշ չիրա, չէ, Աստված երեք այսօր եւ հավիտյան նույնը, Աստված պատրաստ է հրաշներ կոզելու եւ դու կոզի անհատներու մեջ։ Օրինակ իսրայելացիները կացին Երիքովը թրավելու, Երիքովը բարսպավոր մեծ քաղաք է, անգարելի է թրավել։ Աստված ասավ, ես ձեզի պիտի հրահանեմ։ Ամեն օր ուրեմն մեր անգամ բարիս թաթին շուչը թացեք երդ նստեցեք։ Ինչ թյուրին բան։ Ասի միաներեք, հնազանդություն պիտի սորվեցներ Աստված։ Եվ հնազանդեցան։ Եվ 7-րդ օրը ասավ 7 անգամ թացեք, 7 անգամ թացան, 7-րդ անգամին բարիստները փլան։ Աստուծո հետ քալողը, Աստծո հնազանդողը թյուրությամբ կհաղթե իր վայքանները։ Միշտ չաշխարհը դժվարությամբ կհաղթե, եթե հաղթե, ընդհանրապես մարդիկ հուսահատ կլան։ Երբեմն տեսնված է, որ մարդիկ դասեն, ինչու այս օրերուն հրաշ չիրա։ Պարզ է, եթե մենք փանանք մեր Աստվածաշունչը եւ մեր համար, քոնե մեր համար շատ համարներ կան, ուրեմն 119-րդ Սամոս 18-րդ համարը եթե փանանք, անտեղ Դավիթ դասե դեր իմ աշտերս բաց, որ քու օրենքեդ հրաշներ դեսնեմ։ Աստը նշանակը որ երբ որ մենք Աստուծո օրենքներում, բادرանդներում հնազանդ լանք, այն ադեն մենք հրաշներ պիտի տեսնենք մեր յանքի մեջ եւ մեր զավակներուն յանքի մեջ, մեր ծրաթիներու մեջ, մեր նպատակներու մեջ պիտի տեսնենք Աստուծո միջամտությունը։ Ամեն։ Եվ մենք պիտի զարմանանք, թե ինչպես մեծ խնդիրը Աստված հեշտությամբ լուծեց։ Յանի ժամանակը լա շատ օրինակներ դան Աստվածաշունչեն, բացատրելու որ ինչպես Աստված մեր ամենօրյա խնդիրները թյուրությամբ կլուծե, եթե իրեն վստահենք։ Մարդիկ կացած էին թեդեզետմը անդը փայդեր դրելու։ Մերումը գացիլին գոթը դթրի եւ դետալ դջարին մեջի դադրում եւ կան հետանա։ Ասմատը դիները դսե վախ դսե աս դացին սեդաթը թլուխը լջարի մեջնած եւ at թլուխը ես փոխարազ է ուրիշն դրամ չուներ մատը հիմա ինչ պիտենեմ դրամ չունի որ եթամ նորը առնեմ փոխարազ մատուստամ բաց խնդիր մներ սա դրամարան նեություն էր ասա Եսային հոներ, եսայի մատեն։ Դսե ուր ինգավ, դսե հան ատտեղն, անդերներ ինգավ։ Դսե կնա անդերն ար, մի չունին երեսը բդի ելը։ Ինչ հավատք։ Աստուծո վստահողին փոլոր դժվարությունները կհաղթվին։ Ուրեմն մեր յանքի մեջ մենք պիտի չի վախնանք հսկաներեն։ Եթե Իսրայելի ժողովուրդը այդ հսկաներեն չի վախնային, անուն 40 տարի պիտի չի թափարեին անաբադի մեջ։ Շուտ մեն պիտի մտնեին եւ թրավեին։ Անհանձանտություն ալերին անորամ։ Այո, ուրեմն թե չավադացին Աստուծո եւ թե անոբադիրանն հետ չի բայեցին, հետեւաբար 40 տարի թափարեցան եւ 20 տարեդանեն վեր եղողները փոլորը մերան։ Այո։ Դնշարի որ մտավորապես 4-5 միլիոն մարդ մերավ անաբադի մեջ։ Աննազանության պատճառով։ Այո, շատերն աձերացան, բայց 20 տարեկանին վերերը ուրեմն չի մնա։ Շատ կարևոր է որ Դավիթին ըսած է մեր միտքը բահեն։ Այո։ Դու օրենքեդ ես հրաշներ դեսնեմ։ Մենք պետք է ամեն քինով սորվինք։ Թե ինչ է Աստծո օրենքները։ Ինչ են Աստծո հրահանգները։ Այլևս պիտի չդնան հնազանդին։ Նախ պետք է սորվինք, չէ՞։ Պետք է հնազանդին։ Ես անգամ աղջիկի մեջ խոսեի, որ դու թավաներ Աստվածաշունչի ուսուցիչ լալ,
եւ ինձ թունտիրես աստծո բադվիրանները, որոն բոլոր բադվիրաններուն խդացումն են, ամփոփումն են, սավայո, ասի թվե 7000 դցավսել։ Թերասի 10 բադվիրանք է։ Ամբողջ քիչ ինչպես մտցում։ Ուրեմն մենք պետք է սովորենք աստծո հրահանգները, եւ ինչ դսորվինք մեր հավատքից զորանալ։ Եվ թավիթի փոխարություն ունենան, ասեն դեր իմ աշտերս բաց, որ քորենտ հետ հրաշներ դեսնեմ։ Եվիցի քրքի մեջ կգարտանք, երբ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն ելան եւ պիտի երթան թեպի անաբադը։ Գսե հանդիպեցան Կարմիր ծովում։ Դեսան երևեն եգիպտացիները ցիավորներով գուքան, թագավորին գսե լավ գարքերով։ Ժողովուրդը յետև թարսավ ինչ տեսնե, տեսավ որ ցիավորներ եկել են, ասոք բորացին Մովսեսին, ասին ինչ է ասիկա մենք ավազներու մեջ պիտի մեռնենք, հոս պիտի թավենք։ Մովսեսին չսավ, միայն Աստծո հավատացեք։ Եվ տեսեք Աստծո փրկությունը։ Եվ գսե Աստվածը սարքավազանը ծովը զարք։ Եվ զարգավ եւ գսե փածվեցավ եւ ալիքները երգային հսկա բադ եղան ցանգաբադ եղան հսկա եւ գսե ժողովուրդը անցավ այո բախցան որպես իրենք ալի չարչարվեն ադոնք պիտի քային եւ ինձ սպաննեին քերի դանեին թերևս նորեն բայց գսե Աստված իրենց օգնեց հսկա ալիքները բադնեշ եղան եւ մեջ են անցան դեսնես հետո Գարտանք թարցյան, որ Նապոկոտոնոսոր մեծ ոսկի արցան մշինեց և ասավ ամեն անց պիտի երգրբակե։ Բայց կսե Թանյելի երեք ընկերները Սետրակ, Միսակ և Աբեդնագով ասոնք Աստծո օրենքները շատ լավ գիտեին, որ գուրքի պիտի չի բաշտեն, արցան պիտի չի բաշտեն և չձրեցան։ Երևակայեցեք խոշոր թաշտիմը մեջ, պացության մեջ թրված էր ադարցանը և ժողովուրդ եկած, սրինքները նվակվեցան և ասին պետք է ամեն մարդ խոնարի։ Այս երեք հավադարին երդասարտները չխոնարեցան, չի վաղցան հսկա արցանեն, որտև գիտեին, որ միայն քո Աստծույթ պիտի բաշտես, ինձ մեզ ադուրիշ Աստված չունենաս ասած է Ստապանյային մեջ, և գսե ասոնք չխոնարեցան, և գսե թագավորը փարգացավ, ասավ, ասոնք ինչ անհնազանդ են, ինձ չհնազանդեցան, և գսե բարանը, գրագը 7 անգամ ավելի բարեցեք, շատ ծուցեք տակությունը, և գսե ասոնց պրնեցին, գաբեցին և նետեցին գրագը։ Քիչն վերջ, ինչ տեսավ թագավորը, տեսավ 4 հոգի գքալին, ասավ, մենք ասավ 3 հոգի չնետեցինք գրագի մեջ, ինչպես 4 հոգի, և ես 4-րդը Աստծո որդի կնմանցնեմ։ Այո, Հիսուս ինքը եկավ, Աստծո որդին եկավ և այդ երդասարտներուն պրգեց։ Այդ երդասարտները չվաղցան այդ արցանեն, հսկա արցանեն չվաղցան, հսկա գրագեն չվաղցան, որովհետև Աստծո վստահած էին։ Գիտեին, որ նույնիսկ եթե մեռնին, Աստծո հոժարությամբ պիտի մեռնին, Աստծո ուզածը պիտի դնեն։ Արդյոք մենք եւ որ հսկաներ տեսնենք, ինչ կնենք։ Եվ գսե Աստված իրենց ազատեց եւ թագավորը դուրս հանել նվավ։ Եվ որ դուրս եկան, գսե իրենց հանդերձներեն գրագի հոտ, զուխի հոտ անգամ չգար։ Երևակայեցեք։ Աս ինչ մեծ հրաշք, աս ինչ մեծ Աստծո վստահություն, որ իրենց կյանքը տվին։ Եվ այն անձերը, որ իրենց մասին ասած էին, որ չեն ծնատվել, անոնց նետեցին, արդեն գսե դարավին չհասած գրագին խանձվեցան։ Ուրեմն վարկես, աս երդասարտներուն հավատքը ինչ զորավոր էր, ինչքան Աստծո վստահած էին, որ չընդունեցին արցանին երգրբակել։ Բայց հիմա մենք մեր եկեղեցիներուն մեջ, տուներուն մեջ, արցաններ կան, ինչեր կան, կբաշտեն, կխորնի, անոր արջև և Աստված ասեմ, պանիմը գերբարանքին չբաշտես։ Հիմա արցան պաներուն կանք, հսկաներուն կանք, կարսյալ։ Ուրեմն շատ կարևոր է գիտնալ, որ եթե աս երդասարտները նախապես Աստծո ջամքերա չլային, այդ կարողությունը պիտի չունենային անքան ժողովրդի մեջ իրեն առանցին ոտքի մնալու։ Թագավորին հրամանը հստակ էր, որ պիտի սպանվեին։ Այո։
ասիետասան չի վախսան մահեն։ Վստահեցան Աստծո, Աստված ազատեց։ Բոլոր տարերու ընթացքին աշխարհի միջեմա միան վստահողություններն են, որ փրկվեցան, Աստծո հրաշքի տեսան։ Մենք այդ Աստծո վստահին, պիտի տեսնում որ բոլոր խնդիրները, դժվարությունները պիտի հատվին շատ թյուրությամբ։ Աստված Էմանուել է, մեզի հետ է։ Անոր խոստումը դնանք վստահիլ։ Անդամը Հոսապատ թագավորը նեղության մատնվեցավ։ Մովափացիներ, իսմայելացիներ, քահանացիներ եւ ուրիշ աստղեր համախմբված էին եւ իրաց էին դրվելու Իսրայելի թագավորին Հոսապատ թագավորին դեմ։ Հոսապատ երբ տեսավ Աստծո, անկարելի էր որ թիմավոր էր։ Ուրեմն Հոսապատ Աստվածավախ մարդ էր։ Աստծո հնազանդ մարդ էր։ Ուրեմն Աստծո աղոթեց։ Ով Աստված, սա փրկեմ ես, թունես մեր հույսը։ Մենք չենք տնադրվել փանադին թեմ, այդ փանադը նույնն է ինչպես Դավիթին համար հսկամն էր։ Դա մեր բոլորին համար դժվարություններ են։ Եվ ան ելավ հայտարարություն մրավ, գուզեմ դատալ սուբտիտեն։ Շատ կարևոր հայտարարություն, մեզի դնամենց թասմալալ։ Թագավորը սավ Երուսաղեմի փնադիչներ ինձ մդիրել, սերդեր աստուծույն հավատացել ու ապահով բիդելակ, անոր մարգարեներուն հավատացել ու հաջողություն բիդ ունենալ, ժողովրդին հետ խորհուրդ ռավ ու դերոշ երկրներ որոշեց։ Այսինքն թշնամին պիտի թիմադրվեր, փախուս չկա։ Փոխանակ զենքերը հավաքելու, զենքեր չի հավաքեց։ Երկրներ պատրաստեց Աստծո քովափանելու համար։ Երբ թշնամին թիմադրվեց, երկերով ցույց դյանքի մեջ լսած է մեր ասում որ աստի վրա պատերազմին եթե առանց զենքի ասոն երկելով քասին սաղմոսն երկելով թիմադրվեցին իրենց թշնամին եւ ացանատությունը դսե որ անոնք բոլորը սպանվեցան Աստղա դնակ կատալ երկրոպենացորդած 20-րդ գլուխին մեջ։ Այդ մեծ փանարը գործվեցավ, բարձրապես որովհետև Հովսափատ Աստծո հավատաց, Աստծո վստահեցավ եւ չսավ իմ զենքս թողած եմ։ Որքան կարևոր է, որ մենք հավատան Աստծո եւ հավատալը դնշարը նախապես մենք պետք է պատրաստված լինել։ Հիսուս ասավ. «Եկեք բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ»։ Ուրեմն երբ նեղության մեջ ենք, Աստծո մոտենանք։ Ան մեր իսկական հայրն է, ուրիշի չդիմենք։ Երբեմն ինձ գսեն, փախտնայողի պիտի երթամ, փախտիս պիտի նայի եւ պիտի օգտվեմ, սիրելիներ, Աստծո մոտենանք, ինքն է մեր հայրը, մեր ամեն ինչը գիտենք, թող որ ընդունենք Տերը, եւ որ հսկայի հանդիպենք, թող որ Տերոջ երթանք եւ Տերը մեզի պիտի ազատի հսկաներեն։ Ուրեմն դարձյալ մեր հայրդակրի վերջավորության հասած ենք, Տերը օրհնեցես եւ դարձյալ գմիանանք քալանքամ։ Աստված ձեզ հետ ալլա։ Ամեն։